Եվ այսպես ուշադրություն, անճարությունից դրդված հարազատները երեխայի դիմում են էքստրասենսների կամ հենց նրանք են գտնում երեխայի հարազատներին, ուղղություն են փորձում ցույց տալ, բայց ելի ենք ասում, որ սրանք մութ մոգական ինչ-որ գործընթացներ են, որը մինչև այժմ բնականաբար արդյունք չի բերել, այսինքն եթե արդյունք լիներ, պետքա երեխան գտնվեր։ Երեխան չի գտնվել, մինչև այժմ բոլորիդ գուշակությունները համարվում են ուղղակի խաբեություններ, այդ մարդկանց ասում եք գնացեք այս ինչ տեղը, այս ինչ տեղում նայեք։ Այդ մարդիկ գնում են ձեր ասած ուղղությամբ, նայում են ձեր ասած տեղը եւ երեխան չի գտնվում։ Հետո հայտնվում է ուրիշ էքստրանսես, ուրիշ բան ասում է գնացեք գետի մոտ։ Գետը չհասած ինչ որ փոս կա 5 մետրանոց, պետքա երեխան ընկած լինի այդ փոսը։ Գնում են նայում են, ոչ մի հետք երեխայից չի գտնվում։ Բոլոր նման գուշակություններ անողներին խորհուրդ եմ տալիս գնալ հենց գյուղում, ինքնուրույն փնտրել երեխային ձեր իսկ կանխատեսած վայրում, որտեղ որ մտածում եք, որ երեխան կգտնվի, գնացեք ու փնտրեք։ Սրանով շատ դեպքերում նաև փրկարարների եւ ոստիկանների աշխատանքն է խաթարվում, որովհետեւ որտեղ որ նայել են էքստրասենսների հաղորդմամբ մի քանի անգամ են նայում եւ ժամանակի անիմաստ կորուստ է գրանցվում եւ օրը կարճ է, բնականաբար երեխային փնտրում են ցերեկով, որովհետեւ գիշերով գետում ոչ մեկ չի կարող ոչ մեկին նկատել, աշխատանքները տարվում են ցերեկով։ Եվ ժամանակ խլել փրկարարներից, ոստիկաններից ուղղակի անիմաստ է։ Մենք վստահ ենք, որ որտեղ հնարավոր էր երեխան հայտնվեր, այդ տարածքներում երեխային փնտրել են։ Սրա մասին փաստում են թե ծնողները, թե պապիկը երեխայի բոլորը։ Եվ իհարկե չի կարելի կասկածի տակ դնել փրկարարների կամ առհասարակ բոլոր նրանց աշխատանքը, ովքեր որ ներգրավված են երեխային փնտրելու գործում, բոլորն էլ անում են ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Երեխայի ծնողները մեկնել էին Սուրբ Հովհաննես եկեղեցի Լորվա մարզում, որպեսզի իրենց երազանքը երեխային ողջ առողջ գտնելը ի կատարածվի։ Մենք հույս ունենք, որ Աստված նրանց ցանկությունը կկատարի։ Հույսը մնում է իհարկե շատ մեծ, քանի որ երեխայից որևէ կոշիկ շոր չի գտնվել գետում եւ երեխան էլ բնականաբար չի գտնվել գետում, կարելի է մտածել, որ ինչքան որ երեխան գետում է, այնքանով էլ հավասար է, որ երեխան գետում չէ, այսինքն առևանգված է։ Ծնողները հենց այդ հույս ունեն, որ երեխային գողացել են եւ երեխան կհայտնվի շուտով ողջ առողջ։ Աստված տա իհարկե այդպես լինի, բոլորիս ցանկությունն է դա, բայց ամեն դեպքում պետք է շարունակվի գետում որոնողափրկարարական աշխատանքները, ինչքան շատ լինի այդ աշխատանքները, ինչքան շատ երկար լինի, այնքան ավելի կհամոզվենք, որ երեխան իրականում գետում չէ, այլ երեխային առևանգել են եւ գետում հիմնականում խորտակվողները, մանավանդ փոքրաբարմին, այս դեպքում երեխա, եթե խորտակվել է առաջին մի քանի օրերի ընթացքում, գետը մարմինը իջեցնում է ջրի հատակ, հետո ալիքները վարար են լինում գետի եւ գետը կարող է ուղղակի ինչ-որ միտեղ պահել քարի վրա, ծառերի արմատների տակ եւ այլն եւ հետո երբ որ անցնում է մի քանի օր, 10-15 օր, մարմինը բարձրանում է ջրի երես եւ միգուցե եթե գետում է երեխան, մի քանի օր էլ սպասենք, այն կհայտնվի կամ չի հայտնվի, եթե չհայտնվեց, մնում է գլխավոր վարկածներից մեկը, որ երեխային առևանգել են։ Մանավանդ այն դեպքում, երբ որ ծնողները վստահ են, որ երեխան երբեք գետի ուղղությամբ չի գնացել միայնակ եւ ինքը ձգտում չուներ դեպի գետը գնար։ Եվ այսպես ուշադրություն, ոստիկանական հատուկ վարժեցված շները գնացել են երեխայի հետքի ուղղությամբ, ինչը կատարվել, ամբողջ մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես համացանցում է տարածվում տեղեկատվություն, որ երբ որ երեխայի հագուստը տվեցին հատուկ վարժեցված շներին, որպեսզի նրանք հոտոտեն եւ անցնեն փնտրտուքներին, շները, ամբողջ շները գնացել են գետի ուղղությամբ։ Հետևաբար այստեղից եզրակացություն, որ երեխան գնացել է դեպի գետը եւ բնականաբար, եթե անհետացել է, ցավոք սրտի պետք է մտածենք, որ երեխան իսկապես ընկել է գետը,
Բայց զարմանալի է, որ եթե գետն է ընկել այսօրվա գործողություններով, որ մենք տեսնում ենք հազարավոր մարդիկ փնտրում են, հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ վերևից նկարահանում, նույնիսկ ջրի տակն են արդեն նկարահանում եւ որևէ նշույլ երեխայից ուղղակի գոյություն չունի։ Եթե գետն է ընկել, ոնց չեն կարողանում գետից գտնել, որը իրականում բարդ է, բայց նաեւ կա, այսպես ասած, այդքան էլ ոչ բարդություն, որ եթե գիտենք այստեղ է գետն է ընկել, ապա գետում շատ աշխարհի մեծ գետը չի, գտնելը հնարավոր է։ Ինչի չեն գտել, աշխատանքները փայլուն կերպով են իրականացվում, բայց չեն գտել։ Սա է առեղծվածը, որ եթե շները գնում են գետի ուղղությամբ, հետևաբար կարելի է ենթադրել, որ երեխան գնացել է գետի ուղղությամբ, իհարկե դա 100%-անոց փաստ չէ, բայց ամբողջ աշխարհում են օգտագործվում հատուկ վարժեցված շներ, որոնց միջոցով հարյուրավոր հանցագործություններ է բացահայտվել։ Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր մարդիկ են գտնվել հենց շների օգնությամբ, իրենց օտարության օգնությամբ եւ այստեղ եւս պետքա բնականաբար օգտագործվեն շներ, օգտագործվել են եւ շները դեպի գետն են գնում։ Նոր մանրամասներ իհարկե չկա, մենք գիտենք, որ ինչքան հնարավոր է ավելի ու ավելի է մեծանում որոնողական աշխատանքների ծավալը, բայց այս ծավալը, որ այսօր կա, արդեն 5-րդ օրը, այս ամենամեծ ծավալն է, սա պետքա լիներ առաջին ժամերին, երբ որ երեխան կորել էր, այդ ժամանակ պետքա այս ծավալով աշխատանքներ իրականացվեին։ Եվի շատերը մտածում են, դե կորել է, եթե գետն է ընկել, շուտ կգտնվի գետից, եթե գետը չի ընկել, ուրեմն պետքա մտածել, որ առևանգել են, բայց ոչ այն մի փաստն է, փաստ, ոչ էլ գետը ընկնելը, բայց գետը ընկնելը մի քիչ ավելի հավանական է, քան եկան գողացան տարան, դա այսպես ասած հենց այնպես միամիտ տեղը չեն իրականացնում, գոնե մեկը կնկատեր օտար մեքենա, օտար մարդ, փոքր գյուղ է, բոլորին ճանաչում են եւ շատ դժվար կլիներ գնալ եւ գողանալ ինչ-որ մեկի երեխային։ Իհարկե մեծ ցավով ենք ասում, որ գետը ընկնելը ամենահավանական տարբերակն է, դա շատ սարսափելի է, շատ ծանր վիճակում են ծնողները, ընտանիքի անդամները, որոնց եւս փորձում էին թիրախավորել, քննադատել, թե ինչ գործ ունի երեխան դրսում, որ մի հատ էլ գնա ընկնի գետը։ Սրանք պարապ մարդիկ են, ովքեր որ որևէ բանից այսպես ասած ապահովագրված չեն, բայց խոսում են ուրիշին քննադատում են եւ դրանից իրանց լավ են զգում, բայց կան հազարավոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները, որոնք գնացել են եւ այնտեղ տեղում փորձում են օգնություն ցուցաբերել, ով ինչով կարող է, մեկը հոգեբանա, խոսում է ծնողների եւ հարազատների հետ։